Նկարահանում ենք։ Տեսեք հետևորդներ ջան, մեր խոզին մորթել ենք։ Ինչ լավ միս ա տվել մեր խոզը, տեղը տեղին տնական պահած, լավ բաներ կերած։ Տեսեք սալը ինչքան բարակ ա։ Լրիվ միս ա։ Շոկոլադ միս ա, չէ Գագո։ Շատ լավ ընտիր միս ա։ Կոֆեից շուտ է փող միս ա։ Տեսեք ինչ լավ վարպետորեն մորթ է անում Գագոն։ Ասեմ, որ մենք ինչքան խոզ ենք ունեցել, մեր բոլոր խոզերը Գագոն ա մորթել, մենք մենակ իրան ենք կանչում, որովհետև շատ մաքուր, ակուրատնի, սիրուն եւ արագ գործ է անում հավեսին։ Տեսեք, ընդամենը այսքան սալ է դուրս եկել, այդ մեծ խոզից են էլ տեսակ ինչ բարակության։ Ինչ նպատակով ենք մորթում, դե գիտեք, տղայիս ծնունդն ա, ամսի 18-ին մեղրի են գնալու, այս մի խոզը հատուկ պահել ենք տղուս ծննդյան առիթով, հիմա այսպես մորթում ենք, պատրաստենք, կտրատենք, տնենք մառազիլ կա, որովհետև մինչև մեղրի միսը տանելու ենք, որ հետ չգա, էլի հալվի փչանա, դրա համար պետք է նախորոք սառցե խցիկում սառացնենք միսը, որ հետներս կարողանանք բերենք։ Իսկ ովքեր ունեն խոզեր եւ մտածում են, որ մորթող ոնց կանչեն, ապա կարող են ինձ գրել եւ ես կտրամադրեմ Գագոյի համարը եւ կարող են կապնվել, գա եւ ձեր խոզիկի հարցերը լուծի։ Այնպես որ հետևորդներ ջան, համեցեք ժարկո ուտելու։ Ինչքան միս կտա Գագո։ 50 կիլոգրամ։ 50? Մալադեց։ Տիրել խոզիկին պահել ենք։ Սալի ջան, տապորդ է դու։ Բան չունի։ Ցանկոն վախենում ա նկարվի։ Ինչ դիլնի, ագապին կխանդի։ Չէ։ Սակոն իմ հարեհաս օգնականն ա, երեք ասում եմ փետերը բեր, որ դնեմ, սաղ բերեց, օգնեց։ Սակ ինչ հավեսին։ Մաքուր ա։ Ես եմ։ Հետևորդներ ջան, որոշել եմ այսօր մեր բակը մաքրեմ, պատկերացրեք անձրևներից հետո ինչքան խոտ ա եղել ու ինչ կարգի, տեսեք թե ինչ է կատարվում։ Սպասում էի, որ վերջի խոզին մորթենք, որպեսզի կարողանամ արդեն հայատները, սիրուն խոտերը մաքրեմ եւ սկսեմ լվանալ այնտեղ ամբողջությամբ։ Այսպես տեսեք թե ինչ է կատարվում, ինչ վիճակ է այսպես տիրում, ինչքան խոտեր կա, մի հատ նայեք, տեսեք ինչ ձևա խոտերը լցվել հայատ։ Հիմա ես պետք է մաքրեմ բակը, այդպես եմ որոշել, մտքից դրել եմ մաքրեմ, բոլոր ամեն ինչը դասավորեմ, սա այսպես շինարարությունից հետո հանել ենք, ինչը որ պետք է, ինչը որ պետք չի, այսպես լցրել ենք, հիմա հեսա ջոկելու եմ, մաքրելու եմ, մի հատ սիրուն, հայատներս կարգի բերեմ, հողամասից դուրս եկա, տեսեք թե ինչ ձև եմ հողամասս մաքրել հետևորդներ ջան, տեսեք թե վարունգներս այսքան չարչարանքից հետո ինչ տեսք ունեն հետևորդներ ջան, այդպես կփետերը դրել եմ, կապել եմ, մաքրել եմ, ամբողջ հայաթը ազատել եմ խոտից, ամբողջ հողամասս գտնվում էր խոտի մեջ, տեսեք, այնտեղ էլ կուտ լոբին է, ջրում եմ, շլանգը այսպես ջուրը միացրել եմ ու այսպես խշխշալով ջուրը գնում է, տեսեք հավեսով, սենց ջրվում է, այսենց մաքրելով գնացել եմ, պատկերացրեք ես արդեն 2 ժամա հողամասում եմ և
ջրում եմ հողամասը, ես են կոտոշ բիբարներն ա, որ վնասվել էր կարկուտից, արդեն ծաղկել է եւ վրեն բիբար կա, բիբար է երևում, տեսեք թե ինչքան լավ համեմ ունեմ, հետևորդներ ջան, ինչ լավն է համեմներս, այս մի կողմը արդեն նոր ծլած, լոբիներն է նոր հենա ջրեցի, ես էլ փետով լոբիներն ա, մի հատ տեսեք թե ինչքան լավն ա ծաղկել արդեն, լրիվ մաքուր կոկիկ, ես է նոր մառոլ եմ ցանել, տեսեք թե ինչ ձև եմ մաքրել, չեմ սիրում, որ մի հատ խոտ է լինում, հիմա որոշել եմ արդեն մաքրել են կողմը, մաքրեմ, վերջացնեմ, ցույց կտամ պատրաստի վիճակը, հետևորդներ ջան, վերջացրեցի մաքրելը, տեսեք այսպես խոտերը սաղ տեղերով, սիրուն հանել եմ, սենց մաքրել ճանապարհը, սեղան եմ բերել այսպես սիրուն դրել իր աթոռներով, լվացել, սիրուն մաքրել, այսենց սիրուն նստելու ակուրատնի տեղ եմ սարքել, այսենց հավաքել, գեղեցիկ սարքել եմ բակը, այս կողմից նկարեմ, այսենց տեսեք, թե ինչ լավն է մաքրած, տեսակ ինչքան խոտեր էր, հիմա այդպես բոլորը մաքրել եմ հատիկ առ հատիկ ու սարքել նստելու սիրուն տեղ, մեր տոնածառը այստեղ եղևնին կպել է, նայեք, ինչ սիրուն է, կպելա հույս չկար, բայց լավ է, արդեն սիրուն սկսում է աճել, այսքանը ես էլ հոգնած գնամ պատրաստվեմ, որ գնամ արագ սննդի կետ, հետևորդներ ջան, աշխատանքից եկել եմ տուն, նու պատկերացրեք ժամը 11-ն է և ինչ է անցել իմ մտքով, այս ուշ ժամին պատրաստել տնական ձվով և տնական յուղով, որ հալել ենք կարագը պատրաստել ենք ձվածեղ, հիմա կասեք վայ աղջիկ ջան, այս ժամին ուտես, բաստամոքսը չի կարելի, ես սովոր եմ հետևորդներ ջան, իմ ստամոքսը խնդիրներ չունի, ետնել են անեկդոտի նման, ստամոքսն ինչ գիտի ժամը քանիսն է, կարևորը ախորժակն է, ախորժակը ստվել է և պետք է պատրաստեմ, ուտեմ, հետո նոր քնեմ, այդ ասովորությունն է, ես ամեն օր այդ ժամին եմ հաց ուտում հետևորդներ ջան, որովհետև ժամանակ չեմ ունենում շուտ գալ տուն հաց ուտելու, իմ ժամերն այս ժամին են և գալիս եմ տուն արդեն բավականին սոված եմ լինում և պետք է մի բան ուտեմ, տանը կան ճաշել պատրաստած, բայց մտքովս անցել է ձվածեղը, մի տեսակ սիրտս ուզում է և որոշել եմ պատրաստել իմ սիրած տնական ձվածեղը, այսպես, ինչ ենք անում հետևորդներ ջան, սա իմ թավան, պատրաստում եմ ձվածեղ և պատկերացրեք այս թավաները ինչքան լավն են հետևորդներ ջան, արտակարգ, ոչ կպչում է, ոչ մի բան և ինչքան է լավ լինում է բլինչիկի լիստերը, արտակարգ դուրս է գալիս, ես սիրում եմ նման տեսակի թավաներ, ինչ ենք անում, միացնեմ, մեր գազը մեկ-մեկ չի ուզում միանա, գիտեք, այսպես, ավելացնում եմ մեր տնական յուղը, որը հալել ենք, տեսեք թե ինչ սիրուն լավ, օրինակ ես շատ եմ սիրում, որ թեկուզ հոտ, որ գալիս է ճաշնեփում են ընկնում, այդ հոտն էլ եմ սիրում և ընդհանրապես կողմնակից եմ նման տեսակի սնունդին, ու սիրում եմ ձվածեղի յուղը շատ, այսպես, պատրաստելու եմ 2 ձու, հետևորդներ ջան, մեր հավերի արդար, անարատ ձուն եմ, ես երբեք չեմ էլ հիշում, որ պետական ձու կերած լինեմ, նուկա թխվածների մեջ բնականաբար, բայց այսպես, որ ձվածեղ անեմ,
ես միշտ տնական, միշտ հավ ենք ունեցել, միշտ մեր հավերը ածել են։ Այն այսպես, ավելացնել մի քիչ աղ, և ես այնց մի քիչ յուղը տաքանա, արդեն կհարեմ ձուն և կլցնեմ, ձուն հարեմ, սեղանը դնեմ և սկսեմ հաց ուտել, սեղան ինչ եմ դնելու, լոլիկ, իմ ամենասիրելի լոլիկը հետևորդներ ջան, ես լոլիկը խնձորի նման այդպես կծելով ուտում եմ դեռ դա փոքրուց, երբ որ մենք ջերմոցներ ունեինք, դաշտեր, ամեն ինչ, ես պատկերացրեք հացի տեղ կերել եմ լոլիկ ու շատ եմ սիրում ու անգամ եթե ձմեռա, ես միևնույնն է լոլիկը պետք է գնեմ և ուտեմ, սիրում եմ շատ։ Պատկերացրեք, այն որ մարդը ասում է, որ հաց չլինի, ես չեմ կշտանա, պիտի հացը շատ լինի, այն մոտ հակառակն է, իմ մոտ եթե լոլիկ չի լինում, ես չեմ կշտանում ու հաշիվում եմ, որ ես սոված եմ մնացել։ Այսպես, հարեցինք, փորձեմ տեսնեմ տաքացել է, չէ, մի քիչ ուզում է տաքանալու, դրել եմ կամած տեղն եմ դրեց, հացր տեղն եմ դրել գազի, չեմ սիրում են բարձր տեղը դնել այս մեր թավաները, որովհետև կրակը շատ տալիս է, երբ այս կողքի բաները սկսվում է հալվել, իսկ շատ ափսոս է, երբ որ փչանա, էլի ինչու փչանալ, եթե կարելի է դնել ցածրի վրա և նորմալ լինի։ Ոնց որ արդեն սկսեց կաշկաժալ, մի հատ նորից ենք փորձում, այո, կարող եմ ավելացնել, լավ է, թող լինի, խոհածեղս, հալածյուղի հոտը տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ, հեսա որ ամուսինս հոտ առնի, կասի ես ինչա հոտը չեն սիրում, բայց սկսել են ոնց որ համակերպել ու ուտում է, ոչինչ, առաջ խաղացում կա, իսկ առաջներում ընդհանրապես չէր ուտում և ես հավատում եմ, գիտեք, որ ասում են մարդը ինչքան մեծանում է, ճաշակը փոխվում է, չգիտեմ, մտածելակերպը փոխվում է, բնավորությունը փոխվում է ու հավատացեք, որ դա այո իրոք այդպես է, որովհետև ես անձամբ իմ սեփական փորձից եմ ասում, որ կան բաներ, որ ես որ մի ժամանակ մտածում էի, որ դա չի կարա տես լինի, հիմա մտածում եմ, որ կարող է լինել, հիմա շատ մեծ փոփոխություն է լինում ու դա ես համոզվում եմ գնալով հետևորդներ ջան։ Ոյ, լավ է, հիմա փորձենք շուռումուռ տալ, ուզում եմ, որ ամբողջական շուռումուռ տամ, այսպես, տեսեք, ու ստացվեց, ամբողջականը ստացվեց, 2 րոպե լինում է և լրիվ պատրաստ է։ Հետևորդներ ջան, ձեզ բարի ախորժակ, ինձ նույնպես, չնայած կասեք, ես աղջիկն ես ինչ ասում, այս ժամին մենք հաց չենք ուտում, բայց ամենայն դեպս ցանկանում եմ, որ պատրաստեք և միանաք ինձ հետ հաց ուտելու, իսկ ովքեր որ չեն ուզում, բարի գիշեր, ձեր հետ Գոհարն է, որը ձեզ շատ է սիրում, հետևորդներ ջան։